Օրերս Live 24 News-ը հանդես էր եկել հրապարակումով այն մասին, որ օրեր առաջ Հայաստանում տեղի ունեցած Գուսան Արամ Ասատրյանի թոռնիկի կրտսեր Արամ Ասատրյանի հարսանիքին ներկա չէր Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող Տիգրան Ասատրյանն իր ընտանիքի հետ։ Բանն այն է, որ ամիսներ առաջ դեռ երբ հարսանիքի օրը հստակ որոշված չէր, Արամ Ասատրյանն ու նրա սիրելին Աննան դիմել էին Տիգրան Ասատրյանի որդուն մյուս Արամ Ասատրյանի և նրա կնոջը խնդրանքով լինել իրենց միության, իրենց հարսանիքի քավորն ու քավոր կինը։ Սակայն ինչպես ավելի ուշ հենց հարսանիքի օրը պարզ դարձավ, Տիգրան Ասատրյանի որդին Արամն ու նրա կինը մերժել են լինել Հայաստանում Սեդրակ Ասատրյանի որդու հարսանիքի քավորն ու քավոր կինը։ Սկզբնական շրջանում լուրեր էին պտտվում այն մասին, որ խնդիրը եղել է Հայաստան մուտք գործելը, և հենց այդ պատճառով էլ ընտանիքը մերժել է լինել հարսանիքի քավորը և բացի այդ էլ չի ներկայացել հարսանիքին։ Հետաքրքրականն այն էր, որ այս հարսանիքից ընդամենը 2 ամիս առաջ Տիգրան Ասատրյանի կրտսեր որդին Արման Ասատրյանը հայրենիքում էր։ Նա եկել էր Հայաստան իր նշանածի հետ, նրանք այստեղ մկրտության քավոր և քավոր կին էին։ Տպավորությունն այնպիսին է, որ այս ընտանիքն է ընտրում, ում հարսանիքի քավորը լինի և ում մկրտության քավորը։ Մեր այս հրապարակումը իրարանցում էր առաջացրել համացանցում, համացանցի օգտատերերը իրենց կարծիքն էին հայտնում համեմատականներ անցկացնելով Արտաշ Ասատրյանի կնոջ և Տիգրան Ասատրյանի կնոջ միջև։ Շատերը նշում էին, որ ոչ նման բան չկա և իրենք ճանաչելով ընտանիքին վստահորեն ասում են, որ այլ խնդիր է եղել, ինչի արդյունքում Տիգրան Ասատրյանի որդին չի եղել այս հարսանիքի քավորը։ Տիգրան Ասատրյանը մեր հրապարակմանը կից որոշել է մեկնաբանություն թողնել։ Նա հետևյալն է գրել. Ինչքան պարապ անմակարդակ սայտեր կան։ Երգիչը Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետևյալ կերպ է փորձել արձագանքել մեր հրապարակմանը, փոխարենը հստակ պատասխան տալով, թե ինչն էր այն պատճառը, որ իր ընտանիքից որևէ մեկը չի ցանկացել գալ Հայաստան, ներկա գտնվելու երջանկահիշատակ եղբոր տղայի հարսանիքին։ Հավելենք նաև, որ նախքան այս մենք ներկայացրել ենք այս հիշարժան օրվա բացառիկ կադրերը։ Արամն ու Աննան վաղ առավոտից հայ ավանդական հարսանիքի բոլոր տարրերը պահպանելով հայ առաքելական սուրբ եկեղեցում միմյանց հավերժ տեր և հնազանդ լինելու խոստումը տալով, այնուհետև հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում իրենց շուրջն էին հավաքել մի շարք հյուրերի, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, աշխարհի տարբեր կետերից Հայաստան էին ժամանել Արամի և Աննայի ընկերները, մտերիմներն ու բարեկամները։ Այստեղ նրանք բոլորը մի լավ ուրախացել էին։ Արամն ու Աննան կարողացան մինչև ուշ գիշեր իրենց շուրջը պահել, իրենց մտերիմներին ուրախացնել և մի լավ հարսանիք ունենալ։ Նշենք, որ Աննան ու Արամը հարսանիքից օրեր անց մեկնեցին Մեղրամսի։ Սկզբնական կետը նրանց համար Մալդիվներն էր, որից հետո նրանք մեկնեցին Դուբայ։ Աննան ժամանակ առ ժամանակ ինստագրամյան հարթակում հրապարակումներով էր հանդես գալիս, ցույց տալով, թե որքան յուրօրինակ և շքեղ հանգիստ են վայելում ինքն ու արդեն իր ամուսինը։ Ներկայացնում ենք մի քանի կադրեր, որտեղ երևում է, թե որքան լավ և ուրախ հարսանիք են ունեցել Արամն ու Աննան, անկախ որոշ հյուրերի բացակայության։